Եկեք պատրաստենք պասուց տոլմա, իհարկե իմ տարբերակով, որը փոքրինչ տարբերվում է։ Սկզբում առատ բուսայուղով սոխառած ենք անում, ավելացնում մյուս բաղադրիչները, համեմունքները, որոնք ավելի մանրամասն կգրեմ նկարագրության հատվածում։ Նախապես թրջած եւ եփած հատիկեղենը խառնում ենք իրար, ավելացնում կանաչի, սոխառածը մյուս բաղադրիչներով, լավ խառնում ենք ու սկսում փաթաթել։ Այստեղ պետք է նշեմ, որ մենք մշտապես մեր տանը պատրաստում ենք թարմ կաղամբի թերթերով, քանի որ իսկապես այդպես շատ համեղ է, մենք ավելացնում ենք թթուջրեր եւ դա բավական թթվություն է տալիս։ Եվ մենք ունենք փաթաթման շատ գեղեցիկ տարբերակ, եռանկյունաձև, որը սովորել եմ մայրիկիցս, անպայման փորձեք, որովհետև այն իսկապես կզարդարի ձեր սեղանը։ Պասուց տոլման ինձ համար այն հարմար կերակուրներից է, որը կարելի է պատրաստել ցանկացած եղանակի, քանի որ կարելի է վայելել եւ տաք եւ սառը վիճակում։ Դե ինչ, մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ բաղադրատոմսը բոլոր մանրամասներով ներքևում գրված է։ Անպայման կարդացեք, պատրաստեք, կիսվեք ինձ հետ եւ իհարկե բաժանորդագրվեք իմ ալիքին, քանի որ այստեղ պարբերաբար տեղադրվում են իդեալական բաղադրատոմսեր։ Մինչ խոսեցի մանրամասներից, իմ տոլման եփեց։ Մոռացա ասել, որ այո, այս անգամ լոբուջուրն էի օգտագործել եփելու համար, քանի որ իսկապես շատ համեղ էր։ Պասուց տոլման այնքան հյութեղ է ստացվում այս տարբերակով, եւ դրա գաղտնիքը իհարկե միջուկի մեջ է, շատ առատ բուսայուղի մեջ է։ Մի խոսքով, եթե դու դիտեցիր այս տեսանյութը մինչև վերջ, ես քեզ առանձնահատուկ շնորհակալ եմ։